Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր, գրում է գործարար բարերար Սամվել Կարապետյանը, բացատրում թե ինչու։ Ասում է, իր աչքերով տեսավ իր իսկ մեղադրանքն ակնհայտ տիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը դատարանի կողմից կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո։ Փորձառու դատախազի անմխիթար վիճակը ամբողջ դատավարության ընթացքում։ Կոտրված դատավորի կեցվածքը, որը ըստ Կարապետյանի դատավարության ընթացքում իբր զարմանքով տեղ-տեղ արհամարանքով ունկնդրում էր քննիչի եւ դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները, դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ։ Այնուհետև 4 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր, բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու, պայքարելու ենք։ Նամակի երկրորդ մասում արդեն բարերարը գրում է մեջբերում ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 12-ից իմ նկատմամբ միջազգային հետապնդում է հայտարարված 4 տարի անց 2025 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում հայ դատավորի կողմից կալանավորվեցի եւ արդեն երրորդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։ Կարապետյանը նամակում գրում է, որ ինքն ու իր ընտանիքը ամբողջ կյանքի ընթացքում հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել են օգնելու Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Վերջին 17 տարիների ընթացքում կրկնապատկելով աշխարհասփյուր հայության ներդրումները հայրենիքում եւ ստեղծելով աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդն ապրի իր հայրենիքում եւ վաստակի իր հանապազորյա հացը։ Գործարարը շեշտում է, միայն այստեղ է հասկացել, որ հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու եւ չհանձնվելու կամքը։ Ամեն օր միջանցքներում եւ տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում եւ վստահ եմ, որ նրանցից շատերը ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ եւ չվախենալով հսկիչների ներկայությունից բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։ Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել եւ փորձել վերանայել վերջին 7 տարիների այդպիսի գործերը եւ պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։ Շուտով արդարությունը եւ արդարադատությունը վերականգնվելու է։ Պայքարելու ենք։ Շարունակելի։ Նամակի երրորդ մասն արդեն վերաբերում է Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Կարապետյանը համոզմունք է հայտնում շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է։ Իսկ արդեն նամակի 4-րդ մասում բարեգործը խոսում է Սփյուռքի դերի կարևորության մասին։ Ասում է, երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ Սփյուռքը Հայաստանի կարիքը չունի, Հայաստանն էլ Սփյուռքի։ Այնինչ Կարապետյանը համոզված է, Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի։ Պայքարելու ենք, այսպես է ավարտում բարերարը նամակի բոլոր մասերը, եզրափակելով շարունակելի։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։